Այժմ նշի։ Էդնիչորե ժամ 4-ն ֆյուչերեն կներկայացնենք հայերեն լուրերը, կսկսենք խորակիրներով։ Հարիրի կհաստատե Լիբանան դուրս պիտի գա իր ներկա դժվար վիճակեն։ Մաշնու Բեյրութի հարավային արվարձաններեն կկարևորե ապահովական ծրագրի գործադրությունը։ Թագավորական եւ նախարարական մեծ փոփոխություններ Սեուդական Արաբիո մեջ։ Կսկսենք Լիբանանյան լուրերով ներքին գործոստնախարար Նուհեդ Էլ-Մաշնու Բեյրութի հարավային արվարձաններեն հայտարարեց, որ հրաշքներ պետք չէ ակնկալել ապահովական ծրագրեն, սակայն պետք է ընդունել, որ ծրագրի գործադրությունը ապացուցած է, որ լիբանանցիները միշտ հանձնառու կմնան ապահովական ծրագրին եւ լիբանանյան բոլոր շրջաններուն մեջ բեդության հեղինակության ամրապնդումին։ Ապահովական քայլերը ստուգել է Էդ Մաշնու դվավ մամլոասուլիսմը, որուն ընթացքին հայտարարեց, թե ապահովական ծրագիրը պիտի շարունակվի ցերպակալելու համար շարք մգասկածյալներ, որոնց անունները կգտնվին ցանկի վրա։ Գարջ ժամանակի մեջ հաջողեցանք ապահովություն բարդացրել Լիբանանի բազմաթիվ շրջաններու մեջ։ Մենք կփորձենք Լիբանանը հեռացնել շրջանի հրթիռներեն եւ ցարտ հաջողած ենք զայն իրագործել ապահովական ծրագիրներուն եւ քաղաքական երկխոսության միջոցով ըսավ նախարարը։ Մաշնուի համաձայն լիբանանյան որևէ շրջան փակ չէ բեդության առջև։ Նախկին վարչապետ Սաադ Էլ-Հարիրի թիդել դվավ, որ աշխարհը գործընթացած է իր մարդասիրական սկացումները, նկատի առնելով, որ Սուրիա, Իրաքի եւ Եմենի մեջ կսպանվին հազարավորներ, սակայն լուրջ եւ անհրաժեշտ աշխատանք ու միջամտություն չկա։ Ռաֆի Էլ-Հարիրի անվան կետրոնին մեջ սարքված աշխատանքային ջաշի ընթացքին Հարիրի գոչ ուղեց ապրելու հույս տալու ժողովուրդներուն։ Լիբանանցիները գուզեն ապահովել իրենց երկրին շահերը, ինչպես նաև ժողովրդին իրավունքները, այդ երկրի մեջ ուր ավելի քան 1,200,000 սուրիացիներ կգտնվին։ Վիճակը դանելի չէ, սակայն ինչ կրնա Լիբանան կատարել թեմ տնելու համար Բաշար Ալ-Ասադի վայրակության հարց տվավ նախկին վարչապետը։ Անոր խոսքով ժամը հասած է նախաձեռնություն ներկայացնելու Սուրիո ժողովրդին, որովհետև կարելի չէ 100-ամյակներ առաջ տեղի ունեցած վայրակությունները կրկնել 2015-ին։ Հարիրի տեսակցեցավ նաև ձեռագույտի հետախուզական հարցերու հանձնաժողովի անդամներուն հետ, ընդունեց Վաշինգտոնի մոտ հորթանանի տեսփանը քննարկելու համար շրջանի զարգացումները։ Հարիրի իր Միացյալ Նահանգներ այցելությունը եզրափակեց տեսակցելով ամերիկյան արաբական արևդուրի հանձնախումբի անդամներուն հետ։ Նախկին վարչապետը վերահաստատեց, որ գայունությունը անհրաժեշտ է զարգացում ապահովելու եւ տնտեսական վիճակը բարեկարգելու համար։ Անվստահություն հայտնեց, որ Լիբանանն ու լիբանանցիները պիտի շրջանցեն բոլոր մարտահրավերները եւ առողջ դուրս կան ներգադակնաբեն, շեշտելով արտերկրի լիբանանցիներուն կարևոր թերը այս առումով։ Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բրրի հայտարարեց, որ իրենք քաղաքական քող չեն դրամատրել Բեյրութի հարավային արվարձաններուն մեջ գտնվող հավանական օրինախախտներուն։ Բրրի երեսփոխաններու հետ չորեքշաբթի օրվա ավանդական տեսակցության ընթացքին զորակցեցավ ապահովական ծրագրին, ամրապնդելու համար երկրի գայունությունն ու ապահովությունը։ Խորհրդարանի նախագահը նաև հանձնառություն հայտնեց ազգային միասնականության եւ համախոհության, շեշտելով օրենսդրական նիստ մգայացնելու անհրաժեշտությունը մանավանդ այս ըսկայուն հանգրվանին։ Խոսելով երեսփոխան Միշել Աունի հետ իր դարակարծություններուն մասին Բրրի թիդել դվավ, որ անհամաձայնություններ չկան ռազմավարական մագարտակի վրա, որովհետև բոլոր կողմերը համաձայն են ապահովելու քաղաքացիներուն շահերը եւ երկրի աշխատանքները շարունակականությունը։ Սեուդական Արաբիո Սլմեն բն Աբդելազիզ թագավորը հրահանգեց թագավորական հռչակագրովը Մուհամմեդ բն Նայեֆ բն Աբդելազիզը նշանակել քահաժարանք իշխան, իսկ Մուհամմեդ բն Սլմանը նշանակել իշխանի դեղակալ պաշտպանության նախարարի իր պաշտոնին կողքին։ Թագավորը նաև համաձայն գտնվեցավ արտաքին գործոստնախարար Սաուդ Ալ-Ֆայսալի պաշտոնեն հեռանալու որոշումին եւ նոր նախարար նշանակեց Վաշինգտոնի մոտ Սեուդական Արաբիո տեսփան Ադիլ Ջուբայրը։ Թագավորը նաև նշանակեց առողջապահության, տնտեսության, աշխատանքի, գրթության նախարարներ եւ փոխնախարարներ, թագավորական բալադի նոր պատասխանատուներ, մարդկային իրավունքներու եւ երիտասարդության հարցերով ներկայացուցիչներ։ Թագավորական հռչակագիրը նաև հայտարարեց զինվորական եւ ապահովական գարույցներու բոլոր աշխատակիցներուն 1 ամսվան հավելյալ աշխատավարձ վճարելու մասին։ Վարչապետ Թամամ Սալամ շնորհավորեց Սեուդական Արաբիոն նորանշանակ պատասխանատուները եւ հաջողություն մաղթեց անոնց։ Ան նաև կարևորեց Բեյրութ-Ռիադ հարաբերությունները զանազան ոլորտներու մեջ, քննադելով Լիբանանին դրամատրված սեուդական օգնությունները։ Արաբական Տաշինքի օդանավեր զենք ու զինամթերք նետեցին ժողովրդային թիմադրության ուժերուն Եմենի մեջ, ինչպես նաև շարք հարձակումներով թիրախ դարձուցին հարավային Ադան քաղաքը։ Իրանի արտաքին գործոց նախարարությունը մինչ այդ խստիվ դադարեցրեց Սանայի օդագայանին մեջ իրանյան օգնություններ փոխադրող օդանավի վայրէջք կանխարգելելու որոշումը։
Ան նաև պահանջեց միջազգային գազམ་ագերբություններու միջամտությունը օգնություններ փոխանցելու համար եմենցիներուն։ Գոլանի բռնակրաված բարձունքները հաջորդական երրորդ օրն լալով լարված զգացության մեջ կմնան։ Սուրիական հողերեն արձակված ռումպեր վերստին 5 փլուրներուն վրա անոնք բարանց պատճառելու զոհեր կամ վիրավորներ։ Մագի մոտ Իսրայելի մնայուն ներկայացուցիչ Ռոս Բրաուն մինչ այդ հայտարարեց, որ իրենք Սուրիո կառավարությունը պատասխանատու կհամարեն սուրիական հողերեն կատարված հրթիռ արձակումներուն։ Ան նաև զսկուշացուց, որ նման ոտնձգությունները անբադիժ պիտի չմնան։ Սուրիական ընդդիմադիր գոմեր մինչ այդ նշեցին, որ Ջաբհաթ ալ-Նուսրան Քալամուն շրջանին մեջ թիրախ դարձուցած է Հեզբալլայի զենքեր փոխադրող մեքենաներ։ Մինչ այդ Էդլիբի մեջ տեղի ունեցած օդային հարձակումներու հետևանքով սպանվեցան 10 անձեր, վիրավորվեցան տասնյակներով ուրիշներ։ Հրթիռներ արձակվեցան նաև Համա քաղաքի հյուսիսային գյուղերուն ուղղությամբ։ Իրանի շուրայի խորհրդի նախագահ Ալի Լարիժանի մինչ այդ նշեց, որ իրենք պետք եղած օգնությունները պիտի դրամատրեն Սուրիո իշխանություններուն թեմ տնելու համար իր խոսքով անարդար ուժերու թավատրության։ Այժմ գանցին Ձանցումային Թաթարի, որ մեր ցեղասպանության մասին ցուցահանդես հայ ավետարանական քոլեջին մեջ։ Անցյալ գիրագի օր Բեյրութի զանազան շրջաններեն հոց բազմություն մժամանաձեր հայապնակ մարմխայել շրջան դոնախմբելու Աշրաֆիե 2020-ի ինքնաշարժները զերծորը, հովանավորությամբ սպոսաշրջության նախարար Միշել Ֆարաոնին։ Բարեր և ժաշարաններ դեղափոխվեցան փողոց, մինչ ցայնե աղորդավարներ, դիջեյներ և ժողովրդային արվեստի մենագադարներ բացօթյա ելույթներ ունեցան։ Ամենուր գդիրեր աշխուժ և զվարթ մթնոլորտ, այս մթնոլորդին անմասն չմնաց նաև Հոմեմենի սկաուտական փողերախումբի գազմը, որ ինչպես միշտ պատրաստ էր իր մասնակցությունը բերելու շրջանին մեջ տեղի ունեցող ցերնարգին և փողերախումբի հնչյուններուն ներքև ավելի ևս ջոխացնելու մթնոլորդը, ներկաներուն ուրախությունը հասցնելով կակատագետին։ Հատկանշական էր նաև հսկա քրեդախտագի մվրկոյությունը հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեգոճման նվիրված արձանագրություններու համար, որ այցելուներ իրենց խոհերը և անունները արձանագրեցին իրենց զորակցությունը հայտնելով մարդասիրական բնույթ ունեցող այս նախաձեռնություններուն։ Հայ ավետարանական քոլեջի նախաձեռնությամբ և գազམ་ագերբությամբ հայ ավետարանական առաջին եկեղեցվո սրահին մեջ տեղի կունենա հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված վավերագրական նյութերու ցուցահանդես, որոնց ընթացքին ներկայացված են ցեղասպանության արհավիրքը, դեղահանությունը, սպանությունները, փրկության աշխատանքները և հիշադակի համալիրները բացահայտող նյութեր։ Քոլեջի դնորեն դոկտոր Սավեն Մստրլյանի համաձայն ցուցադրված նյութերուն մեկ մասը դրամատրված է տարիներ առաջ հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկի ղեկավարության կողմէ, իսկ մեկ այլ հատվածը մաս կգազմի դնորինի անձնական արխիվին։ Սրահին մեջ ներկայացված են ցեղասպանության քարտեզներ, սպանությունը ծրագրած ղեկավարներու լուսանկարներ, հայ մտավորականներ, քաղտեն և սպանությունները նահավոր լուսանկարներ։ Ցուցադրված են նաև պատկերները և աշխատանքը այն օդարասկիներուն, որոնք փրկած էին հայերը։ Ցուցահանդեսի վերջին հատվածով նաև բացահայտված են ցեղասպանության հուշահամալիրները և անոնց լուսանկարները, ինչպես նաև շարք մքեղանկարներ։ Իրաքի Քուրդիստան ինքնավար գավառի խորհրդարանին մեջ հայ պատգամավորի կողմէ ներկայացված հայոց ցեղասպանության ճանաչման օրինակիցը թուր բացավ քաղաքական կողմերուն միջև քննարկումներու։ Քրդական լրատվամիջոցներուն համաձայն հայ երեսփոխան Երվանդ Նիսան իր ներկայացուցած օրինակիցին համար հավաքած է խորհրդարանական բոլոր խմբակցություններու ստորագրությունները։ Քուրդիստանի հայրենասերներու միությունը բացահայտ աջակցություն հայտնած է օրինակիցին, սակայն դեմոկրատական կուսակցությունն ու բարեփոխումներու շարժումը նախընտրած են լուր մնալ։ 40 ստորագրություններ բարնագող օրինակիցը հանձնված է խորհրդարանի նախագահության։ Մեծիդանը Գիլիգիո կաթողիկոսությունը թաթ բացավ Թուրքիո սահմանադրական թադարանի մոտ պահանջելով Սիսի իր պատմական կաթողիկոսարանի վերադարձը։ Քաղաքական պայմաններու հետևանքով կաթողիկոսությունը Գիլիգիո զանազան շրջաններուն մեջ հաստատվել է ետք 1295-ին իր գայքը հաստատած էր Գիլիգիո թագավորության մայրաքաղաք Սիսի մեջ։ 1921-ին Օսմանյան թուրք կառավարությունը երկու օրվան պայմանաժամ նվավ Սահակ II Խաբայան կաթողիկոսին վերջնականապես հեռանալու կաթողիկոսարանեն։ Հայոց ցեղասպանության 100-ամյակին արդիվ և մեր ազգային բանջատիրության ավելի կորձնական արդահայտություն տալու հերանեկարով Արամ առաջին կաթողիկոս իր պատգամներու մեջ հաջախակի գերբով հիշեցուց հատուցման վրա շեշտը տնելու հրամայականը։ Այս շրջաններ Սիսի կաթողիկոսարանի և ապա ազգապատկան ու եկեղեցապատկան գալվածներու վերադարձը գրնա կարևոր քայլ մթարնալ մեր ժողովրդի գալվածներու վերադարձը և բռնապարված իրավունքներու վերականգնումին առաջնորդող, ըսավ Արամ առաջին կաթողիկոսը։ Ահա այս հավատքով և հանձնառությամբ Մեծիդանն Գիլիգիո կաթողիկոսությունը որոշեց թաթ բանալ Թուրքիո սահմանադրական թադարանին մոտ։
Անցնող 2 տարիներուն ընթացքին հիշյալ թադի բادرաստության աշխատանքին լծված էր թրքական եւ միջազգային թադավարական օրենքներու մասնակիցները փակացած հանձնախումբը վեհապար հայրաբեդի գլխավորությամբ Վաշինգտոնի մեջ եւ հարաճիգային Ժնևի մեջ մամլո ասուլիսներով պիտի գազմագերբվին մեր բահանջքը օդար շրջանակներուն եւ միջազգային համայնքին զանոթացնելու աշխատանքներ Ցեղասպանության հայտարարություններուն կձով թրքական մամուլը հիմայալ գադղեցուցած է կամ գադղած է Ռուսիո վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ցավակցական հերակիրը Հայաստանցի իր կորձընկեր Հովիկ Աբրահամյանին ուղարկել է, որում մեջ իր հարկանքի դուր կգմադուցե Բաթմутյան ամենաողբերգական իրադարձությունները մեկուն հայոց ցեղասպանության զոհերու հիշադակին կցավակցի հայ ժողովրդին եւ գտադաբարդե հայոց հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունը Նախաբեսալ նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողան Ռուսիայեն բարձապանում պահանջեց Ուկրաինայո մեջ ռուսական գործողություններուն վերաբերյալ, դադարելով Պուտինի կողմէ ցեղասպանության բարեզրի օգտագործումը։ Էրդողանի այս կեցվածքը հաջորդեց Ռուսիո նախագահ Վլադիմիր Պուտինի կողմէ ցեղասպանություն բարի օգտագործման 1915 թվականին Օսմանյան գայսրության մեջ հայերու գոդորածներու նկարագրման ժամանակ։ Ասիկա առաջին անգամը չէ, երբ այդ գաբակցությամբ Ռուսիան օգտագործեց ցեղասպանություն բառը։ Անցամբ ինձի համար ցավալի է, որ Պուտին այդ քայլին դիմաց է։ Այն ինչ դեղի գունենա Ուկրաինայո եւ Խրիմի մեջ ակնհայտ է։ Անոնք նախ պետք է բացատրեն այդ ամենը, հետո միայն օգտագործեն ցեղասպանություն բառը, հայտարարեց Թուրքիո նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողան Անկարայի մեջ Քուվեյթ մեկնել է առաջ։ Ան գրգին անգամ բնթեց, թե Թուրքիան ցեղասպանություն չէ կործած եւ պատրաստ է իր արխիվները փանալու։ Նախաբես Թուրքիո արտաքին գործոց նախարարությունը ապրիլ 24-ին հանդես եկած էր հայտարարությամբ, որուն մեջ մասնավորապես ասված էր. Մենք գմերժենք եւ գթադաբարդենք Ռուսիո նախագահին կողմէ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն գոչելը։ Անկարայի դժգոհություններուն ի պատասխան Մոսկվան հիշեցուցած էր, որ Հայաստանը Ռուսիո համար շատ կարևոր գործընկեր է եւ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Մենք կգտնենք, որ Ռուսիո նախագահի ցեղասպանության զոհերու ոգեգոճման արարողություններուն մասնակցությունը պետք չէ Անկարայի կողմէ բացասաբար մեկնաբանվի, հայտարարած էր Ռուսիո նախագահի մամլոք Դմիտրի Պեսկով։ Հակառակ Անկարայի հիասթափության եւ զայրույթին Այդուհանդերձ Մոսկվայի մեջ թրքական Տիվանակի դական առաքելությունը գշարունակե իր անխափան աշխատանքը։ Անկարան ետ չգանչեց Ռուսիո մոտ իր տեսփանը, ինչպես հրավ Ավստրիո եւ Վատիկանի բարակային։ Իրանի ռազմածովային ուժերը ամերիկյան բեռնադար նավ մգալանաձեն երկրի դարածքային ճուրերը ներթափանցելու համար Հրմզի նեղուցին վրա։ Այս մասին երեկ հաստատեց իրանյան զինվորական աղբյուրը ավելցնելով, որ նավը դարված է Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգիստ։ Նավում վրագային 34 ամերիկացի քաղաքացիներ։ Ամերիկյան կողմը իր ղարքին հետախուզական օդանավեր ուղարկած է հետևելու համար թեփքին, մինչ Միացյալ Նահանգներու արտաքին գործոց նախարարության փամփերը հաստատեց, որ Իրանյան իսլամական հեղափոխության բահակագունտի ծովային սահմանաբահներ գապ հաստատած են նավաբեդին հետ եւ բանջած են նավը ուղղել իրանյան ճուրեր, իսկ երբ վերջինս չհնազանդած անոր վրա գրակ փանալով ստիպած են հնազանդելու իրենց հրահանգներուն։ Պամփերը մատնանշեց, որ բեռնադար նավը օգնության աստանշաններ ուղարկած էր, որ հասած էր ամերիկյան ուժերուն։ Ավելի ուշ իրանյան կողմը ազատ արձակեց ամերիկյան նավը։ Նիգերիո զինվորականներ հաջողած են ազատել Բոկո Հարամ իսլամիստական խմբավորման կողմէ կերևարված մոտ 300 գիններ եւ աղջիկներ։ Անոնցմե 93-ը հասուն կանայք են, մյուսները թերահաս աղջիկներ եւ երեխաներ։ Կերուհիներու ազատագրման գործողությունը տեղի ունեցած է Սամբիսա անդարի մեջ, ուր վերահսկված է Բոկո Հարամի կրոայիններուն կողմէ։ Ազատ արձակվածներուն ինքնությունը կջշտվի։ Նիգերիո իշխանությունները չեն բացառել, որ ազատագրված աղջիկներուն մեջ նաև 1 տարի առաջ Չիբոկայի մեջ արևանքված դպրոցականները լան։ Միաժամանակ Reuters գործակալությունը վկայակոչելով Նիգերիո զինված ուժերու ներկայացուցիչին կբնթե, որ 1 տարի առաջ արևանքված աղջիկները չեն հայտնաբերված։ Նշենք, որ 2014-ի ապրիլին Բոկո Հարամի ահապեկիչներ Չիբոկայի մեջ արևանքած էին 276 դպրոցական աղջիկներ, մեծամասնությամբ քրիստոնյա ընտանիքներ։ Անոնց մեկ մացը հաջողած էր փախչելու, մնացած 219 աշակերտուհիներու գտնվելու վայրը անհայտ է։ Իսկ այժմ հաղորդման ավարտին վերընթերցենք մեր գլխավոր լուրերը։ Արիդիգա հաստատել Իփանան դուրս պիտի կա ներկա վիճակեն։ Մաշնու Բեյրութի արավային արվարձաններեն կկարևոր է ապահովական ծրագրի գործադրությունը։ Թագավորական եւ նախարարական փոփոխություններ Սեուդական Արաբիո մեջ։ Հյուրերեն ներկայացուցին հայերեն լուրերու հաղորդումը ցտեսություն։ ما عشت نشي